Վերադարձանք տաղավար, շարունակում ենք եթերը եւ պիտի շարունակենք հերթական կարևոր մշակութային իրադարձության մասին խոսելով, ես ներկայացնեմ թեման, դուք ներկայացրես Սիրով։ Հունիսի 10-ին Գյումրիում մեծ հանդիսությամբ անցկացվել է «Պատիվ ունեմ» նախագիծը նվիրված Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության Սարդարապատ պարի պետական անսամբլի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար Մուրադ Հակոբյանին։ Եվ այսպես մեր հյուրերն են «Պատիվ ունեմ» նախագծի պրոդյուսեր Մկրտիչ Մանուկյանը, բարի լույս, եւ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության Սարդարապատ պարի պետական անսամբլի գեղարվեստական ղեկավար, Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ Մուրադ Հակոբյանի որդին Էդգար Հակոբյանը։ Բարի լույս։ Ինչու որոշեցիք այս անգամ անցկացնել Գյումրիում։ Հենց երևի հետեղից սկսենք։ Ասեմ ինչու, որովհետեւ Ընկեր Մուրադի հետ ծանոթությունը ու Գյումրիում այդ մեծ փառատոնը, որը անցկացվում է արդեն 2016 թվականից հաջորդ տարի արդեն 10 տարի կլրանա, հենց հիմքում Ընկեր Մուրադն էր, ժյուրին նախագահում էր Ընկեր Մուրադը եւ այդ մեծ փառատոնի աժոտաժ, այդ պրոֆեսիոնալ հիմքերի վրա տնելը առաջի անգամվանից Ընկեր Մուրադը մեր կողքին է եղել։ Այդ ուժը տվել է Ընկեր Մուրադը, որ Գյումրիում այդ մեծ փառատոնը լինի։ Ցավոք մի 2 տարի առաջ մեզանից հեռացավ Ընկեր Մուրադը եւ չէինք կարող ուղղակի Գյումրիում չանել այս երեկոն, իսկ երեկոյի հիմքում ես Էդգարին առաջարկեցի, որ Գյումրիում անենք, Էդգարը մեծ ուրախությամբ համաձայնեց, այն խմբերն են մասնակցել, ովքեր այս 10 տարիների ընթացքում առաջի հորիզոնականներն են զբաղեցրել նույն Գյումրիում եւ ժյուրին նախագահել է Ընկեր Մուրադը։ Չէինք կարող չանել, չէինք կարող չհիշել, շատ գեղեցիկ, շատ բարձր մակարդակով համերգ կայացավ Գյումրիում։ Ինչպես անցավ համերգը, ինչպիսին էր արձագանքը գյումրեցիների եւ հանդիսատեսի։ Շատ բարձր մակարդակի վրա ենք արել ամեն ինչ։ Առաջի բաժինը աշխատել են Գյումրիի, ոնց որ Հայաստանի պարի անսամբլները, որտեղ հայրս բարձր գնահատականներ էր դրել։ Երկրորդ բաժինը մենք ենք աշխատել։ Ցույց ենք տվել մեր արվեստը մարտական, զինվորական։ Մկրտիչ, դուք պրոդյուսերն եք համերգի, ինչպես են անցել նախապատրաստական աշխատանքները, ինչ բարդություններ կային, ինչպես են հաղթահարվել դրանք։ Մենք համերգից հետո այդ նույն թեմայով խոսում էինք, Ընկեր Մուրադը այնքան պոզիտիվ այնքան բարի մարդ է, նաև խիստ եւ պրոֆեսիոնալ, որ այս համերգի Էդգարներ է ասում, որ ընդհանրապես անկեղծ եմ ասում, բարդություններ չեղա, որովհետեւ պետք է լիներ այս համերգը, պետք է լիներ, որ Ընկեր Մուրադը մի Գյումրի գալուց մեծ ուրախությամբ էր գալիս եւ մեծ ուշադրության կենտրոնում էր Գյումրին եւ պարարվեստը, իսկ առաջի եւ երկրորդ մաս մոռացած էի, Էդգարն ասեց, առաջի մասը Հայաստանի համարյա բոլոր մարզերից խմբեր կային, լավագույն խմբերը պրոֆեսիոնալ, երկրորդ մարզաշրջան պետական խումբը ողջունեց ընդհանուր համերգի գաղափարը, բարեց Սարդարապատ պարի համիտը։ Ամեն ինչ նորմալ է անցել, ամեն ինչ հրաշալի է անցել, բարդություններ չի եղել։ Ոչ մի խնդիրներ, ոչ մի բարդություններ, բայց ուզում եմ նաև խոսենք «Պատիվ ունեմ» նախագծի գաղափարի մասին, ինչպես ծնվեց։ Նախագիծը ծնվեց հենց այդ Շիրակի էսկիզների շարունակությունն էր դրամաբանական, որը որ մենք պետք է ուզենք Ընկեր Մուրադի պետք է մեծարենք Գյումրիում, իսկ այդ բարի պատիվ ունեմ հենց այդ իդեան բանի Լիլիթի կողմից է ծնվել գաղափարը, որ հենց պատիվ ունեմը թե այն էր, որ Ընկեր Մուրադը պատիվ ուներ, որ պահում էր մեր երկրում այս խումբը, թե որ հիմա մասնակից խմբերը պատիվ ունեցան, մասնակցեցին այդ մեծ համերգին։ Այդ իդեան գաղափարախոսությունը պատիվ ունեմի դա էր։ Այ հաշվի առնելով նաև արձագանքը հանդիսատեսի, արդյոք պլանավորում եք եւ մտածում եք, որ շարունակական կլինի նմանատիպ նախագիծը, գուցե յուրաքանչյուր տարի անցկացվի անցել է այս անգամ։ Շարունակականը հենց Ընկեր Մուրադին նվիրված, մենք Էդգարի հետ ուզում ենք Երևանում նորից անենք։ Գիտեք, գյումրեցիները միշտ առաջ են ընկնում, մենք սիրում ենք մեր քաղաքը, բայց երկրորդը արդեն կանենք Երևանում, երևի կանենք Երևանում, կխոսենք Էդգարի հետ։ Շատ լավ։ Ինչպեսի գործունեություն է ծավալում հիմա արդեն Սարդարապատ համույթը, ինչ նորություններ կան։ Կան նորություններ։ Մեր համար գերխնդիր էր, որ ծրագիրը ամբողջովին պահպանեինք։ Ինձ համար ամենակարևոր բանը դա էր եւ պարային մակարդակը
ամենակարևորը, որպեսզի այդ սանդղակից չպետք է իջներ։ Նոր բաներ անում ենք, նոր բաների վրա միշտ ենք աշխատում եւ մեր անսամբլը չի դադարում աշխատել։ Համերգներ, շրջագայություններ, անպայման։ Ինչ նոր համերգների սպասեն այստեղ մեր հանդիսատեսը եւ նաեւ շրջագայություններ արտերկրում։ Արտերկրում չեմ կարող ասել, բայց Երևանում կլինի անպայման աշնանը։ Ըստ ձեզ չեմ կարող իհարկե հարցը չտալ, պարոն Հակոբյանի թողած մշակութային ժառանգությունը, այն ինչ շարունակվում է արվել եւ կերտել ինչ նշանակություն ունի այսօր մեզ համար եւ մասնավորապես այս ուղղության զարգացման համար։ Չի կարող նշանակություն միակ խումբն է կարելի ասել, որ դե պարոն Հակոբյանի ստեղծածն է հիմնադիրը Սարդարապատ խմբի հենց պարոն Մուրադ Հակոբյանն էր, ու չէր կարող մեր երկրի պես երկիրը մեր բանակը չունենար նման բարի խումբ եւ այդ բարերի իրանք է բարի լեզվով են ծառայել, իրանք էլ նույն ոնց որ մյուս տղաները սահմանին են եղել, նույն մշակութային գծում են եղել, Սարդարապատը միշտ առաջատար ու միշտ բարձր մակարդակի վրա պետք է լիներ երկրում ու Գերմուրադը ստեղծել այդ խումբը։ Եվ միշտ ոգին բարձր է պահել։ Իհարկե։ Ինչպես նշեցիք, այդ համերգը աշխատանքներ են տարվում, որպեսզի եւս Հայաստանում ներկայացվի, բայց պատիվ ունեմ նախագիծը մյուս տարի։ Արդյոք նախագիծը պատիվ ունեմ չէ Շիրակի էսքիզներն է, նախագիծը պատիվ ունեմ հենց կոնկրետ Գերմուրադի համար Գյումրիում էր։ Այդ Գերմուրադի հիշատակին մենք համերգ ենք արել, նույն համերգը մենք նաեւ ուզում ենք անենք Երևանում, այսինքն սա էլ Գերմուրադին նվիրված համերգ, որովհետև մենք միշտ հիշում ենք ու պետք է հիշենք։ Այո, եւ նրան նվիրված համերգները համոզված են, որ կլինեն շարունակական եւ արդեն իսկ պետք է մտածել մյուս տարվա մասին։ Կարծում եմ, որ Երևանում կայանալիք համերգը մյուս տարի չէ, այս տարի շատ շուտով արդեն երևի թե կլինի, մենք էլ հուսով ենք, որ կունենանք հնարավորություն հյուրընկալելու ձեզ տաղավարում, արդեն խոսելու Երևանում կայանալիք համերգի մասին, ու իհարկե մեր հեռուստադիտողներին նաև հիշեցնելու, որ իրենք էլ պետք է այնտեղ ներկա գտնվեն։ Շնորհակալություն ենք հայտնում ձեզ, շնորհավորում ենք ձեզ այս կատարած մեծ աշխատանքի ու կարևոր աշխատանքի համար ու հաջողություն ենք մաղթում արդեն Երևանում պլանավորվող ու կայանալիք համերգի համար։ Շնորհակալություն։ Շնորհակալություն եւս մեկ անգամ, իսկ մենք շարժվենք առաջ, սիրելի հեռուստադիտողներ։